Բարի սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Բարի եկածեք դերոջը ներկայության մեջ։ Հուսամ լավ եք, հանգիստ եք։ Փառք Աստծո, որ Աստված անգամ եւս մեզ միացուց, մեկ դեղեց իր անվանը տակ դարձյալ միասին դերը փառավորելու։ Ովքեր օրհնված են փառապանութենն, սկանչելի է փառք Աստծո։ Ես անգամ եւս փառք կուտամ Աստծո, որ ինձ արիթմը տվավ դարձյալ դերոջը խոսքը ցեզի հետ փոխանցելու։ Ես միշտ կսեմ խոսողը փոխվի, բայց խոսքին հեղինակը նույն ինքն Սուրբ Հոգին է։ Ամեն։ Անորոք եկեք այսօր մեր ուշադրությունը, մեր դրամատրությունը, մեր ակնկալությունը իրեն դարձնենք, որտեղ ինք կենթանի է, իր խոսքը կենթանի է, եւ ինք պատրաստ է այսօր մեզ խոսելու։ Ամեն։ Փառք Աստծո։ Ես վերջերս դերը ինձ հետաքրքրական նյութի մասին կխոսեր, մանավանդ որ Պենտեկոստեն անցանք, որ շատ հատկանշական դոն մներ, եղելություն մներ, փորձառություն մներ, եւ այն ալ հրաշքներ եւ նշաններ են։ Գիշենք չէ Պենտեկոստեի օրը սկանչելի բաներ բադահեցան։ Այսօր պիտի անդրադառնանք անոնց։ Գիտեք, Աստված քերբնական Աստված է սիրելներ։ Գնանք ամենս էլ։ Աստված քերբնական Աստված է։ Եվ անորոք ամեն անգամ որ գմիջամդե քերբնական գերբերով գմիջամդե։ Որտեւ ինք մարդ չէ, ինք սահմանափակ չէ։ Ինք ունի իր քերբնական միջոցները։ Եվ գիտեք, երբ Սուրբ Գիրքի էջերուն կգարտանք, հաճախ կտեսնենք, որ Աստված միջամդեց իր ցերկով, իր զորությամբ եւ իր քերբնական միջամդությամբ։ Գիտեք, ուզեմ արագ մագնակ նել հին ուխտին, որտեղ այսօր գետրոնացումս ավելի նոր ուխտին վրան է։ Բայց նույնիսկ հին ուխտի մեջ մենք կտեսնենք, թե Աստված մեծամեծ գործեր արավ, հրաշքներ արավ։ Գիտեք, երբ Աստված խոստում մոգուդար, եւ խոսքը գարցագեր, Աստված այն խոսքը կգադարեր ամեն քնով։ Եվ եթե պետք է հրաշքներ անել գներ, որովհետեւ այն խոսքը իրականացներ։ Աստված իր ժողովրդին խոստումը տվավ, որ ցեզի Եգիպտոսեն պիտի հանեմ, դեպի Կանանու երկիր պիտի դանեմ, չէ։ Այն խոսքը իրականացնելու համար Աստված շատ հրաշքներ արավ։ Նախ հրաշքով սկսավ այդ ծրագիրը, երբ Մովսեսի հանդիպեցավ այրող մորենին միջոցով։ Արդեն հրաշքով սկսավ։ Գիշեք չէ, մորենին գայրեր պատճերը սպարեր։ Երբ Փարավոն մերժեց, խստացավ Աստծոթեմ, Աստված դարձյալ միջամտեց հրաշքներով եւ նշաններով։ Ինչ էր Աստված։ 10 հարվածները։ Չեմ ուզել մանրամասն անցնել, բայց շատ ահավոր հարվածներ էին։ Լաչուրը արյունի դարձուց երկինքեն ինչ իջավ, ով գիշե, գարգուտներ իջավ, շատ զարօրինակ բաներ Աստված արավ, հրաշալի գերբով։ Եվ ամենակեշը մարախներ ելան, քորդեր ելան, այսօր քորդին պատմությունը լսեցինք։ Եվ անշուշտ ամենավադը ինչ էր, որ ջուր արյունի փոխվեցավ եւ ամենավադը անտրանիկները մահացան։ Ուրեմն Աստված դարձյալ միջամտեց, ինչու որովհետև խոստումը տված էր, այդ խոստումը ամեն քնով պիտի գադարեր։ Երբ անոնք ծովին արջև էին, ինչ հրավ, ծովը բաժնեց։ Երբ անամադի մեջ էին ժողովուրդը, մանանա տվավ, ջուր տվավ, քերբնական միջոցներով։ Գսե անոնց գոշիկները չմաշեցան, հակուսները չմաշեցան։ Ուրեմն Աստված սիրելիներ հին ուխտեն արդեն կներկործեր քերբնական հրաշքներով եւ նշաններով իր ժողովրդին յանքի մեջ։ Եվ նույնիսկ մարգարեներու միջոցով, գիտեք, Աստված մարգարեներու միջոցով խոսեցավ, չէ՞։ Իր ժողովրդին խրադեց, հանդիմանեց, ուղեց եւ անոնց միջոցով ալ գործեր արավ։ Օրինակ Եղեային միջոցով ինչ արավ, ով գիշե։ Ինչ իջեցուց երկինքեն։ Գրագ իջեցուց։ Իր միջոցով մերելները հարուցանեց։ Նույնպես Եղիսե հորթանանի կեդը բացավ։ Փորոտ Նեյեմանը բժշկեց։ Աստված կգործեր իր ժողովրդի մեջ։ Եվ ինք խոսք ուղարկեր, նաև այդ խոսքը կհաստատեր քերբնական
միջոցներով եւ նշաններով։ Ամեն։ Եվ նույնը կտեսնենք նոր ուխտի մեջ։ Նախ կուզեմ Հիսուսի մասին արագ ակնարկ նետել, որտեղ Հիսուսը հրաշքներով կալեց, չէ՞։ Հրաշքներով եւ նշաններով կալեց։ Առաջին հրաշքը ինչ էր, հիշեք։ Ճունը քիրինը վերածեց, հիվանդները բժշկեց, գույրերուն աչքերը բացավ, թիվահարները ազատագրեց, մերելները հարուցանեց, ճուրին վրա կալեց, շատ կարևոր։ Հիսուս հրաշքներով կալեց իրեններ, ինչու համար։ Ինչու Հիսուս հրաշքներով կալեց, որտեղ նախ ինքը հավիտենական խոսքն էր, որ եկավ։ Եվ երբ Աստված իր խոսքը մարմնացուց, անիգա հրաշքներով հաստատեց։ Ինքը Աստծո որդին էր սիրելներ։ Ինքը հորմեն եկած էր, եւ այն հրաշքները կհաստատեին, թե ինքը հորմեն եկած էր եւ հորը հետ մեկ էր ինքը։ Գիշեք ինչ ասավ։ Հովանու 10-րդ գլխում մեջ ասավ հաբա զայն որ հայրը սրբեց եւ աշխարհ ղրգեց, դուք ինչպես անոր գսեք թե հայոյություն գնես։ Աստծո որդի եմ ասելուս։ Եթե իմ հորս կործերը չեմ կործեր, ինձի մի հավատակ։ Բայց քանի որ կկործեմ, թեև ինձի չեք հավատար, քոնե կործերուս հավատացեք, որբեսի գիտնաք ու հավատաք, թե հայրը իմ մեջս է եւ ես անոր մեջ։ Կտեսնենք, որ Քրիստոս, որտեղ Աստծո որդի էր, որտեղ հորմեն կանչված էր, այն հրաշքները հաստատեցին այն իրականությունը։ Եվ ուրիշ կարևոր պատճառ մգա, որ Հիսուս հրաշքներով գկալեր։ Այն ալ որովհետև իր քութը գշարժեր անոնց վրա։ Գիտեք, երբ Հիսուս աշխարհ եկավ, դեսավ մարդուն դարաբանքը։ Դեսավ մարդուն ցավը։ Դեսավ թե ինչպես մեղքը ահավոր հետևանքներ ունեցավ մարդուն կյանքի մեջ եւ մարդը կգրեր այն հետևանքները, չէ, չարչարանքով, հիվանդությունով, անօթությունով, մոլությունով, դգարություններով եւ Հիսուս եկավ եւ ցերկ երգարեց։ Խղճաց մարդուն։ Եվ այս մեկը շատ տեղեր կտեսնենք, որ Հիսուսի համար գսե։ Օրինակի համար Մատթեոս 14-րդ գլխում մեջ, 14-րդ համարի մեջ գսե, երբ դուրս ելավ, շատ ժողովուրդ տեսնելով խղճաց անոնց վրա, խղճաց ու անոնց հրաշքները բժշկեց։ Ուրիշ տեղ գսե, Հիսուս խղճալով ցերկի երգնցուց թվավ անոր ու ասավ, գուզեմ մաքրվե։ Հիսուսի քութը գշարժեր, երբ կտեսներ ժողովուրդը հիվանդ, ցավի մեջ եւ չեր գնար գենալ, չեր գնար ղրգել իրենց առանց բժշկելու։ Ալցերքը գերգարեր սիրելներ։ Հիսուս Աստծո սիրտն էր, որ կփապախեր այս աշխարհի մեջ։ Եվ անիգա եկավ եւ ուզեց գարեգից լալ մարդուն, որտեղ տեսավ մարդուն դարաբանքը։ Անգլերենի մեջ կսե he moved with compassion, շատ գեղեցիկ է։ Անոր քութը շարժեցավ, խիղճը շարժեցավ եւ մարդուն ցերկ երգարեց։ Ուրեմն Հիսուս ինչու հրաշքներով եւ նշաններով կալեց, որտեղ նախ որտեղ Աստծո որդի էր, ինքը հավիտենական խոսքն էր, հորմեն ղրգված էր, եւ երկրորդ որտեղ իր սերը, իր քութը եւ իր խիղճը շարժեցավ մարդուն նկատմամբ եւ ուզեց ցերկ երգարել մարդուն։ Ամեն։ Հետաքրքրական է, որ Հիսուս գոչում ուներ։ Հիսուս չէր եկած միան հիվանդները բժշկելու կամ հիվանդներու ասենք ծառայությունը սկսելու, անիգա չէր Աստծո Հիսուսի նպատակը։ Հիսուսի նպատակն էր Աստծո թագավորությունը ծառացել։ Բայց միևնույն ժամանակ, որովհետև իր քութը գշարժեց, չմերժեց անոնց։ Չքնած ամեն հիվանդներունքով, որովհետև իր նպատակը անի չէր, բայց չմերժեց ովևէ մեկը, որ իրենքով եկավ։ Որովհետև ինքը կընթանար նպատակով, բայց միևնույն Աստծո սիրտը իր մեջն էր եւ չեր գնար ղրգել ովևէ մեկ, որ իրենքով գուքար։ Ամեն։ Իսկ հալով նոր ուխտի եկեղեցին, առաջին եկեղեցին, անոնք կալեցին հրաշքներով եւ նշաններով։ Այո, եւ ամեն։ Բայց ինչու։
Ինչ էր պատճառները, որ անոնք հրաշքներով գկալեին։ Գուզեմ մի քանի կարևոր պատճառներու մասին խոսիլ։ Առաջին, որովհետև Հիսուս խոստում տվավ անոնց։ Երկու համարներ գուզեմ գորթալ, առաջինը Հովաննու 14-12-ի մեջ։ Գսե անոր ինձի կհավատա, այն գործերը, որոնք ես կգործեմ, ինքալ պիտի գործե եւ անոնց մե ավելի մեծ գործեր պիտի գործե, վասնզի ես հորը գերտամ։ Հիսուս շատ հստակ ասավ իրենց. այն գործերը, որ ես պիտի գործեմ, դուք ավելի պիտի գործեք։ Ինչու ավելին, ոչ թե որտեվ առաքյալներ ավելի բարձր էին, բայց որտեվ իր ժամանակը գարջ էր Հիսուսի։ Կմիան 3 տարիներ ունեին։ Բայց անոր աշակերտները երկար ժամանակ ունեին։ Այո։ Եվ այս խոստումը անոնց տվավ։ Եվ երկրորդ հատվածը, որ գուզեմ գարտալ, որ շատ կարևոր է այս ուղղությամբ, անալ Մարգոս 16-րդ գլուխ։ Մարգոս 16, 17-18 այսպես կսե։ Անոնք որ կհավատան, այս նշանները անոնց հետ պիտի երթան։ Իմ անոնովս թևեր պիտի հանեն, նոր լեզուներ պիտի խոսին, ցերկերին օծեր պիտի բռնեն, եւ եթե մահարիտ թեղ մխմեն, իրենց պիտի չվնասե։ Հիվանդներու վրա ցերկ պիտի տնեն, ու անոնք պիտի առողջանան։ Հստակ էր չէ խոստումը իրենց։ Գուզեմ մի քանի ակնարկներ նել այս հատվածի նկատմամբ։ Առաջինը այն է, որ սիրելներ, Հիսուսը անոնք որ կհավատան, այս նշանները իրենց հետ պիտի երթան։ Որոնց հետ պիտի երթան, անոնք որ կհավատան։ Ուրեմն խոսքը առաքյալներուն չէր միան, խոսքը պաշտոնի վրա եղողներուն չէր, խոսքը հadouk ժամանակաշրջանի համար չէր, խոսքը որոնց էր, անոնք որ կհավատան։ Այլ խոսքով բոլորին էր։ Ինչու որտև հավատքը խտրություն չի տներ։ Հավատքը զադողություն չի տներ, որտև հավատքը բոլորի մեջ տրված է չափանիշովը, Աստծո խոսքը գսե։ Անորավոր անոր կհավատա, այս նշանները իրենց համար են։ Ամեն սիրելներ, անորում այսօր տուն եւ ես գրնանք տնել մենք մեջ, մեր անձը գրնանք տնել այս համարի մեջ։ Մեկը դուրս չմնացած այս համարեն սիրելներ, որտեւ այս համար ինչպես իսի պաշտոնի մասին չի խոսիր, Արաքյալի պաշտոնի, Մարգարեի պաշտոնի, կամ ոչ ալ Հովիվի պաշտոնի, այլ փորոլ Աստծո զավակներուն, որոնք կհավատան։ Ամեն։ Երկրորդ խորհուրդը այս համարի մեջ այն է, որ գսե անոնց հետ պիտի երթա։ Եթե մեկը քեզի գուզե հետը երթալ, գուզե քեզի հետևել, շատ կնշանակե, որ տուն դեղ մը երթաս։ Ճիշտ է։ Դրամապանական օրեն մտածենք։ Եթե տուն գեցած ես, մեկը չի գնար քեզի հետևել։ Չէ՞։ Ուրեմն Հիսուս երբ գսե այս նշանները ցեզի հետ պիտի երթան, սա կնշանակե, որ անոնք, որոնց հետ պիտի երթան, անոնք ընթացքի մեջ են։ Չէ՞։ Անոնք դեղ մը երթան, դեղ մը գուղվին։ Ինչ էր այն ընթացքը։ Դերոջը թակավորությունը դարածելու համար։ Ինչ էր այն ընթացքը, խաչը առնել եւ Քրիստոսի հետևե երթալ։ Ինչ էր այն ընթացքը սիրելիներ, Քրիստոսի լույսը դարածել խավարի մեջ։ Այն է ենթահողը այս համարին։ Պետք է մենք անիկա լավ տեսնենք, թե անոնք դեղ մը երթային, եւ մենք գիտենք առաքյալները եւ առաջին թարու եկեղեցին ինչպես քալեց ավետարանը քարոզելու համար, ամեն քնով։ Եվ հա այն ընթացքի մեջ էր, որ Հիսուսը ասավ այս նշանները ցեզի հետ պիտի երթան։ Ոչ թե երբ մենք գեցած ենք, մեր հանգիստ կյանքը գաբրիկ եւ հանգարց երկինքեն նշաններ պիտի իշտեն։ Չէ երբեք։ Երբ մենք պատրաստ ենք մեր կյանքը տնելու դերոջը համար եւ երթալու եւ ավետարանը քարոզելու, մարդոց վրա ցերկ տնելու, հավատքով այն ադեն նշանները մեզի հետ կերտան։ Ամեն։ Եվ վերջին խորհուրդ այս համարի նկատմամբ, որ գսե նշանները պիտի հետևին մեզի, բայց ոչ թե մենք նշաններում պիտի հետևենք։ Շատ կարևոր, որ մեր ուշադրությունը նշաններուն վրա չեն, հրաշքներուն վրա չեն։ Մեր ուշադրությունը դերոջ վրան է, Քրիստոսի վրա է, Աստծո թագավորության վրա է։ Եվ մենք միշտ Աստծո թագավորությունը կխնդրենք եւ այն ընթացքի մեջ կգալենք, անոնք մեզի կհետևին։ Ամեն։ Ուրեմն առաջին պատճառը
որ անոնք հրաշներով քալեցին, որտեղ Հիսուս խոստացավ։ Շատ բարձ եւ շատ հստակ է։ Երկրորդ հայրը խոստացավ։ Ղուկաս 24:49-ի մեջ այսպես կսե. Եվ ահա ես իմ հորս խոստումը ցեզի կղերգեմ։ Բայց դուք Երուսաղեմ քաղաքի մեջ նստեցեք, մինչև վերեն զորություն առնեք ձեր վրա։ Հորը խոստումը ինչ էր սիրելներ։ Սուրբ Հոգին էր։ Հայրը խոստացավ Սուրբ Հոգիով մգրդել եւ լեցնել իր ժողովուրդը։ Եվ երբ Սուրբ Հոգին եկավ սիրելներ, անոնք զորությունը ստացան, ինչպես համարը ասավ, չէ՞։ Ինչու համար զորություն։ Վգաները լալու համար։ Ինչու համար զորություն։ Քաչությամբ վգայելու եւ ավետարանը կարոզելու։ Ինչու համար զորություն սիրելներ, սրբությամբ ապրելու։ Հավատքը չշեղելու համար։ Բայց նաեւ որբեսի հրաշներով եւ նշաններով կալելու համար։ Ուրեմն Սուրբ Հոգին եկավ իրենց զորացնելու եւ այն զորության ասենք նշաններն եւ արտահայտությունները մեկը հրաշքներ եւ նշաններն էին։ Եվ մենք գիտենք ինչ եղավ, չէ՞ Պենտեկոստեի օրը։ Ինչ էր առաջին նշանը, եւ անոնք Սուրբ Հոգիով լեցվեցան։ Լեզուներով սկսան խոսելու։ Եվ մարդիկ սկսան զարմանքով լսել, թե այս հրյաները իրենց զանազան լեզուներով գխոսեին։ Արաբը իր լեզվով սկսավ լսել, Բարսիկը իր լեզվով սկսավ լսել եւ զանազան ասկեր, ասիկա մեծ նշաններ, չէ՞ իրենց համար։ Եվ կգարտանք Արաքելոցը կտեսնենք շատերը սկսավ մարգարեանալու։ Առաջ միայն մարգարեները կմարգարեանային։ Հիմա Աստծո ժողովուրդը սկսավ մարգարեանալու, որտեղ դերոջը հոգիով լեցվեցան։ Ամեն։ Սկսան բժշկություններ անելու։ Հոգիները, թևերը հանելու։ Եվ մենք կտեսնենք ասիկա սկսավ արաքյալներն այս հրաշքները եւ փոխանցվեցավ ժողովրդին։ Շատեր գսեն այս նշանները միան արաքյալներուն կվերապերիր։ Բայց երբ Աստծո խոսքը գարտանք, կտեսնենք որ նաեւ Ստեփանոս, որ սարգավակ էր, նշաններով կկալեր։ Փիլիպոս, որ ավետարանիչ էր, բարձրապես ավետարանիչ էր։ Ոչ սուբկի հեղինակ էր, ոչ արաքյալ էր, բարձրապես սուբկիրքը, Աստծո խոսքը գավետարաներ հրաշքներով եւ նշաններով կալեց։ Գտեսնենք սիրելներ, որ անիգա արաքյալներեն փոխանցվեցավ։ Սկսավ Սուրբ Հոգին զորութենեն, մգրդութենեն եւ անիգա շարունակվեցավ եւ փոխանցվեցավ եւ սկսավ առաջին եկեղեցին հրաշքներով եւ նշաններով կալել։ Ինչու՞, որովհետեւ նա Հիսուս խոստացավ, երկրորդ հայրը խոստացավ Սուրբ Հոգին ղրգել։ Անորոմար այն եկեղեցին, որ կհավատա Սուրբ Հոգին մգրդության եւ լեցունության, այն եկեղեցին հրաշքներ եւ նշաններ կտեսնե։ Երրորդ պատճառը սիրելներ, որ առաջին եկեղեցին Սուրբ Հոգիով կկալեր, այն ալ որ հրաշքներու թեմ վարդապետություն չկար։ Գիտեք, այսօր կան եկեղեցիներ, որոնք հրաշքներու եւ նշաններու թեմ վարդապետություն ունին։ Ցավոք սրտի գսեմ ասիգա։ Եվ չեմ խոսիր աղանդավոր եկեղեցիներու մասին, խոսիմ ուղղափառ ճշմարիտ եկեղեցիներու մասին։ Որոնց մեջ կա վարդապետություններ, ուսուցումներ, որ հրաշքները, նշանները, կերպնական բարգևները թատրեցան առաջին տարում մեջ։ Անոնք մեզի չեն վերապերիր։ Ցավոք սրտի։ Բայց առաջին եկեղեցին մեջ թերանիգա չեր ներմուծված։ Մարդկային դրամապանությունը դակավին չեր մտած այն խնդիրի մեջ։ Անորոմար հոգին առանց արգելքի կգործեր։ Երկինքը բաց էր, սիրելներ։ Ամեն։ Եվ դերոջը հոգին կգործեր նշաններով եւ հրաշքներով։ Որտեւ սխալ վարդապետությունը արգելք կլա դերոջը հոգին։ Բայց Փառք Աստծո, որ անոնք չունեին այդ մեկը։ Եվ Փառք Աստծո, որ այս եկեղեցին չունի այդ վարդապետությունը, որովհետև այս եկեղեցին կհավատա, որ Տերը նույնն է երեկ այսօր եւ հավիտյան։ Ամեն։ Փառք Աստծո։ Իսկ չորրորդ պատճառը սիրելներ, որովհետև անոնց աղոթքն էր հրաշքները եւ նշանները։ Գործ Արաքելոս 4-րդ գլխում մեջ նայեցեք ինչ կաղոթեին։
29-րդ համարեն 30 համարը գուզեմ գարտալ եւ հիմա ով դեր նայե անոնց սպառնալիքներուն ու շնորհե քու ծարաներուդ որբեսի բոլոր համարցակությունով քու խոսքդ խոսինք քու ցերկդ երգնցնելով բժշկելու եւ քու սուրբ որդիդ Հիսուսին անունովը նշաններ ու հրաշքներ կդարվին գտեսեք սիրելիներ իրենց աղոթքը ինչեր նախ որ համարցակությամբ խոսին եւ երկրորդ որբեսի դերը հրաշքները ներ իրենց մեջ ասիգա իրենց ագնկալություններ ասիգա իրենց աղոթքներ եւ հետաքրքրականը գիտեք ինչ է այս աղոթքը պատասխանվեցավ որտեւ եթե արչեւ երթանք եւ գարտանք Կորց արաքելոց 14-րդ գլխում մեջ 3-րդ համարի մեջ գսե անոնք շատ ժամանակ հոն գենալով համարցակ կկարոզային դերոճմով եւ իր շնորհած խոսքին գվգայեր եւ նշաններ ու հրաշքներ ընել գուդար անոնց ցերկով համարցակություն խնդրեցին դերը դվավ հրաշքներ խնդրեցին դերը դվավ ինչու դերը դվավ սիրելներ ինչու Աստված պատասխանեց այս աղոթքը որովհետեւ անոնց անձնական շահերուն համար չէր անոնց համբավը մեծնելու համար չէր անոնց թիվը մեծնելու համար չէր անոնց մեկ նպատակ ունեին դերոջը թակավորությունը դարածել նույնիսկ իրենց անձերը արհամարեցին գսեն նայր անոնց ըրածներուն անոնց սպառնալիքներուն եւ շնորհե որբեսի համարցակությամբ ծառայենք անոնք մեկ նպատակ ունեին սիրելն դերոջ թակավորությունը զարածել եւ անորոմար խնդրեցին դերոջմեն ագնկալեցին դեր միջամդե դեր կորձե եւ Աստվածրավ գիտեք ինչու որտեւ երբ դերոջը խոսքը գփոխանցես խավարի մեջ Աստված բարդավորություն կսկա քալ եւ հաստատելու քո խոսքդ Աստված ինք կստանցնե այն բարդականությունը որտեւ իր խոսքն է որովհետեւ մեղավորն է որ կփրկվի եւ ինք ու քայև գմիչամդե ամեն եւ ճիշտ անիգա բադահեցավ սիրելներ ուրեմն ինչու համար առաջին եկեղեցին գկալեր հրաշներու մեջ որովհետեւ Հիսուս խոստացավ հայրը խոստացավ Սուրբ Օքին ղրգել եւ երբ լեցվեցան Սուրբ Օքիով սկսան զորությունը գործել հրաշներու թեմ ոչ մեկ վարդապետություն չգար եւ 4-րդ որտեւ իրենց աղոթքը եւ ագնկալությունն էր եւ Աստված իրենց աղոթքը պատասխանեց ամեն ինչ օրինակելի եկեղեցի է սիրելներ առաջին եկեղեցին գտեսնեք որքան բաներ ունին սորվելի կանոնց մե եւ այսօր մեր արժեվ թրված է այդ եկեղեցին որովհետեւ մենք գալ իրենց պես քալենք ամեն իսկ վերջին բաժինը սիրելներ գուզեմ խոսել թե ինչ են հրաշքներուն աստեցությունը ինչ են անոնց բդուղները եթե դառնանք առաջին եկեղեցին ինչ էր անոր արդյունքը առաջին հրաշքները սիրելներ մարդոց ուշադրությունը կգրավեն մտածի այսօր մասին գիտեք վերադառնալով Պենտեկոստեի օրը շատ հետաքրքրական բան բադայեցավ երկրորդ գլխում մեջ գարտանք հանգարձակի երկնքեն ցայն մի եղավ սասկաշունց հովիմը ցայնին պես եւ գսե եւ ամենքն Սուրբ Օքիով լեցվեցավ ու սկսան ուրիշ լեզուներ խոսիլ 6-րդ համարի մեջ գսե երբ այս ցայնը եղավ սասկաշունց շանդիմացիներ խոսքը բազմությունը մեկտեղ եկավ ու խրավեցավ վասնզի գլսեին որ անոնք իրենց ամեն մեկուն լեզվով գխոսեին ուրեմն երկու բան բադայեցավ նախ սասկաշունց ցայնը հովի ցայն եւ լեզուները ինչ եղավ ասոնց արդյունքը ժողովրդին ուշադրությունը գրավեց ժողովրդին ուշադրությունը գրավեց եւ յետքը Պետրոսի ելավ եւ քարոզեց եւ 3000 հոգիներ փրկվեցան անշուշտ փրկությունը քարոզությամբ եղավ դերոջ խոսքով եղավ բայց ժողովրդին ուշադրությունը գրավող ով էր հրաշքներ եւ նշաններն էին աներկու նշանները որտեւ այն օրերուն շատ մարդիկ կային տարբեր ասկերի եկած էին եւ հանգարց անոնք դարձան եւ նայեցան թեբի արաքյալներուն եւ արաքյալը ամիջապես սկսավ քարոզելու եւ հետաքրքրականը նույնը բադահեցավ Ֆիլիպի հետ Փիլիպոսի հետ եթե գարտանք Փիլիպոսի պատմությունը գտեսնենք որ գսե անիգա շատ հրաշքներով քալեց գսե եւ նշաններով եւ մարդիկ տեսնելով եւ լսելով իրենց ուշադրությունը
գրավեցին գսե։ Հստակ օրենքը խոսի սիրելիներ։ Եթե չլար այդ նշաններ, հավանաբար 3000 հոգի չփրկվեին, որտեղ միան անոր գայր այն բաուն, գանցներ միան անոնք պիտի փրկվեին, բայց որովհետև անոնց ուշադրությունը դարձավ, անոնք լսեցին Աստծո խոսքը եւ փրկվեցան։ Ուրեմն հրաշքները սիրելիներ, գիտեք մենք կսենք նշաններ նաեւ, ճամփան շատ անգամ նշաններ կան, չէ՞, մեզի ուղղություն կտան։ Թե մենք ուր պիտի երթանք, որ ուղղությամբ պիտի երթանք։ Քերփնական նշանները մեզի ուղղություն կտան, թեպի Աստված։ Թեպի քերփնական արարիչը, թեպի քերփնական Աստվածը, որ կփրկե եւ հրաշքներ կնե։ Եվ երբ մարդիկ կտեսնեն իրենց ուշադրություն Աստծո գերտա, եւ իրենց ուղղությունը անոր կհարի, եւ այն ադեն երբ ավետարանը կլսեն անոնք կփրկվին։ Գիշեք Նաթանայել, երբ կմոտենար Հիսուսի, Հիսուս ասավ, ահա Իսրայելացիմը, որուն ներսիտին նենկություն չկա։ Ասավ դեր ուդեղեն գիծար։ Ասավ հոս չեկած քեզ դեսա թսենի ինդակ։ Եվոնատ ինչ ասավ Նաթանայել, թունես Աստծո որդին։ Հիսուս ասավ, որովհետև քեզի էսի այս մեկը անորամար հավատացիր, ավելի շատ մեծ գործեր պիտի տեսնես։ Սո գտեսնենք սիրելիներ, ինչպես քերփնական միջոցները մարդուն գտանի թեպի Աստծո։ Եվ անորամար Աստված գուզե ներկործել այսօր մեր մեջ։ Այս օրերում մեջ, որտեղ գուզե մարդոց ուշադրությունը գրավել, որտեղ մարդը շատ սպաղ է զանազան բաներով։ Մարդը գործված է այս աշխարհի քեդի մեջ, եւ շատ անգամ այս հրաշքները եւ նշանները անոնց ուշադրությունը կդարձնեն։ Գարդոնեն, որպես անոնք բահ մգենան եւ տեսնեն, թե ով է այս կենթանի Աստվածը։ Եվ գիտեք, մարդիկ իրենց մեջ կա քերփնագանի նկատմամբ թափակ։ Չէ՞, մարդը գուզե քերփնական բաներ տեսնել։ Եվ անորոշ շատ անգամ դժբախտաբար մարդիկ կթիմեն ուրիշ միջոցներով։ Յոգայի կթիմեն, New Age-ի կթիմեն, չէ՞։ Meditation կամ ովևէ ուրիշ արևելյան գրոնքներու, փախտախուշակներու, ինչու որտեղ մարդուն մեջ դենչ մգա քերփնագանի նկատմամբ։ Եվ ոչ թե միայն փափակ, նաև գարիկ։ Որտեղ շատ անգամ մարդը դգար է, չէ՞։ Երբ հիվանդ ես եւ լուծում չունես, քերփնագանին գարիկ ունես։ Երբ թիվահար ես, կապված ես մոլություններով եւ չես կրնար դուրս ելնել, շատ անգամ քերփնական միջոցներով պետք ունես։ Ուրեմն քերփնագանը սիրելիներ փափակ է եւ գարիկ է մարդուն։ Եվ անորոշ մարդուն ուշադրությունը կգրավե։ Ամեն։ Ուրեմն ինչ է բդուղը հրաշներուն մարդոց ուշադրությունը կգրավե։ Եվ երբ դուն կկարոզես մարդիկ կփրկվին, որև իրենց ուշադրությունը գրավեցիր դերոջը հրաշքներով։ Երկրորդ հետաքրքրական բան մգասերներ, որ հրաշքները գնեն։ Գուզեմ համարը գարտալ առաջ որ ասել ինչ է։ Գործ արաքելոց երկրորդ գլուխ 40-րդ համարի մեջ կսե ամեն մարդու վրա վախ ինգավ եւ արաքյալներուն ցերկով շատ հրաշքներ ու նշաններ գործվեցան։ Ուրեմն ինչ կնե նաեւ հրաշքները եւ նշանները վախ կբերե։ Շատ հետաքրքրական է։ Ինչու համար, որովհետև երբ մարդը գահանտիբի Աստծո մեծության, Աստծո ամենագարողության, Աստծո հրաշքորդ ցերքին իր դգարությունը կտեսնե եւ կխոնարի Աստծո առջև։ Եվ անոր մեջ երգյուղ մգուկա։ Ամեն։ Գիշեք երբ Հիսուս փոթորիկը հանդարտեցուց կսե աշակերտները խիստ վախցան եւ ասին ով է այս մարդը, որուն հովը եւ ծովը գնազանտին։ Երբ դերը կներկործե մեր կյանքի մեջ հրաշքներով, մեր հայտնությունը դերոջ նկատմամբ վերգել է։ Եվ երբ մեր հայտնությունը դերոջ նկատմամբ կբարձրանա, մեր վախը եւ երգյուղն ալ կբարձրանա անոր նկատմամբ, որովհետեւ կտեսնենք թե ով է այս Աստվածը, որ խոսքով ստեղծեց երկինքն ու երկիրը, որ մեկ խոսքով մեզ գազադակրե, մեզ կբժշկե, բարականեր կփոխե, կջեղկե մեր կյանքի մեջ, ամեն։ Անորոշ առաջին եկեղեցին սիրելիների դերոջ երկյուղով կգալեր։ Եվ ասի միակ պատճառը չէր անցուց, բայց պատճառները մեկն էր, որտեղ անոնք հրաշքներով եւ նշաններով կգալեին, ամեն։
ուրեմն անիգը Աստծո վախը կբերե սիրելիներ։ Եվ երրորդ հրաշքները հաղթություն կբերեն։ Հաղթություն է հրաշքը։ Գիտեք, փրկությունը ամենամեծ հրաշքն է եւ ամենամեծ հաղթությունն է մեղքի վրա, հավիտենական դժոխքի վրա։ Բժշկությունը հաղթություն է մարմնի վրա, մեղքին բերած հետևանքին վրա, ամեն։ Թևերը, մոլությունները, ազատագրությունը ինչ է, հաղթություն է սիրելիներ։ Չարին վրա, չարին թակավորության վրա, մարմնավոր գաբանքներու վրա։ Հիսուս երբ հացը եւ ջուրը բազմապատկեց ինչ էր, անոնց անօթությունը քերբնական գերբով լեցուց եւ շատ անգամ Աստված գմչամդե մարդուն աղքատութենը թուսանելու մարդու բարականերեն թուսանելու եւ որովհետեւ մարդը հաղթական կալե չէ բոլորս տեսած են գանիգա անորոմա սիրելիներ հրաշքները եւ նշանները հաղթություն կբերեն մեր կյանքի մեջ անիգա չարին վրա հաղթություն է մեր կյանքի մեջ հաղթություն է որովհետեւ մենք ազատությամբ դերը ճաշտենք որովհետեւ մենք կարողանանք հաղթությամբ իր անունը վկայել իր թակավորությունը դարածել ամեն սիրելիներ այսօր չեմ ուզել շատ երկարել բայց կուզեմ այսօր ասել սիրելիներ որ Աստված նույնն է երեկ եւ այսօր եւ հավիտյան Աստծո ցերքը երբեք չգարցավ հրաշքներ եւ նշաններ անել Աստծո խոստումը երբեք չփոխվեցավ Հիսուս խոստացավ Հայրը Սուրբ Հոգին ղրգեց եւ այսօր պատրաստ է նույնպես անելու սիրելիներ այսօր ուր է մեր հավատքը ուր է մեր ընթացքը այսօր ինչ կնենք մենք սիրելիներ գիտեք ասկի առաջ պատահած է մեկ ինձ ասավ հրաշքներ շատ չեմ տեսնել իմ յանքիս մեջ իմ շրջանագիս մեջ եւ իրեն հարցուցի երբ է վերջին անգամ մեգումը վրա ցերկ դրիր եւ աղոթեցիր Աստծո բժշկությունը հրճագեցիր շատ բարձ հարցումն է Սիրելիներ արդյոք գալենք այն ընթացքի մեջ որ առաքյալները եւ աշակերտները կալեցին արդյոք երթանք եւ գվգայենք գկարոզենք Աստծո խոսքը որովհետեւ Աստված կա եւ հաստատե այդ խոսքը այսօր մեզի գոչ կա սիրելիներ դերոջ խոսքեն որ մենք նույն ընթացքով կալենք այսօր մեզի գոչ կա սիրելիներ որև Աստված նույնն է եւ այսօր եւ երեկ եւ հավիտյան եւ գուզե իր հրաշքներով կործել ամեն ամեն սիրելիներ այսօր եկեք մեր հավատքը բարձրացնենք եւ ճանչնանք թե Տերը գուզե մեր միջոցով կործել այսօր ամեն մեկուս միջոցով ոչ թե միայն եկեղեցի միջոցով որպես հավաք բայց ամեն մեկուս գուզե կործածել իր ցերքը եւ իր հրաշքները անելու մեր շրջանակի մեջ ուր որենք լա դբրոց լա կորձ լա թրացիներ ուր որ մարդիկ ավետարանին գարիք ունին քնա եւ քարոզե ուր որ հիվանդներ կան քնա ցերքը թիր եւ աղոթի անոնց վրա եւ Տերը պիտի պատվե քեզի ամեն եկեք մեր գլուխները խոնարհեցնենք սիրելիներ Փարքեզի Տեր շնորհակալ ենք այսօր որ դու խոսեցար մեզի Տեր քո խոսքիդ միջոցով շնորհակալ ենք Տեր որ քո ցերքը այսօր չգարցավ եւ դու նույնն ես երեք այսօր եւ հավիտյան ինչպես ծովը բաժնեցիր ինչպես մերելները հարուցանեցիր Տեր հիվանդները բժշկեցիր այսօր նույն հոգին է որ մեր մեջ կգործե Տեր այսօր եկու եւ օգնե Տեր որովհետեւ մենք գարենանք այս խոստումները առնել այսօր Տեր այսօր շնորհք է Տեր որովհետեւ առաջին եկեղեցիի մեջ նույն ընթացքով կալենք երթանք եւ լույսը լանք երթանք եւ մեր փերանները փանանք համարձակությամբ խոսքդ խոսելով մարդոց վրա ցերկ տնելով որովհետեւ տեսնենք Տեր քո հրաշքներդ եւ նշաններդ որովհետեւ մարդիկ տեսնեն քո զորությունդ Տեր քո քերբնական միջամտությունդ եւ քեզի կան ապաշխարեն եւ դարձի կան Տեր այսօր գուզենք նույն ընթացքով կալել այսօր շնորհք է Տեր մեր հավատքը ավելցուր այսօր որովհետեւ այս օրերում մեջ Տեր դու այս խաղոթի մեջ հրաշքներ եւ նշաններ ունես այս եկեղեցիի մեջ եւ յուրաքանչյուր անդամի կյանքի մեջ Տեր այսօր յուրաքանչյուրս կործած է Տեր մինչ այսօր ավելի կնվիրվենք եւ կորոշենք Տեր որոշումներ կառնենք Տեր եկուր եւ ցերքդ երկնցուր ինչպես առաջին թարու մեջ
հաստատեցիր քո խոսքդ անոնց քարոզությունով այսօր եկուր եւ քո ցերկդ երգարե մեր կյանքերում մեջ որբեսի տեսնենք քո գործերդ քո հրաշքներդ եւ մարդիկ տեսնեն եւ դարձի կանդեր փառք քեզի դեր քո հոգիդ համար փառք քեզի քո հզոր ցերկիդ համար դեր եւ շնորհակալ ենք դեր որ դու մի շարունակես եւ քորց արաքելոցը պիտի շարունակվի դեր նաեւ այս եկեղեցի միջոցով եւ մենք պիտի տեսնենք քո գործերդ եւ պիտի փառավորենք քեզի դեր փառքը բադիվը հիմա եւ միշտ քեզի գվայլե Հիսուս Քրիստոսի անունով ամեն ամեն սիրներ Դու դեր օրհնեցեզի եւ իր խոսքը մեր մեջ այսօր ցանվի եւ բդուղդա ամեն